Մի րոպե իր հարցը վերջացնեմ, Նարեկ կգամ երկու տարի առաջ դուք շատ եք ես մենակ։ 2 տարի առաջ ազգային ժողովում երբ հարց հնչեցվեց Սահմանադրության փոփոխության մասին, որ Ադրբեջանն ասում է, որ եթե Սահմանադրությունը Հայաստանը փոխի, որ մենք խաղաղության պայմանագիր կնքենք, դուք 2 տարի առաջ ասացիք, եթե նման բան արվի, դա երկկողմանի պետք է լինի։ Ադրբեջանի Սահմանադրության մեջ եւս կան Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ։ Հիմա հրաժարվել եք։ Տեսեք, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ այն փոփոխությունները, որոնք որ նախատեսվում են, մասնավորապես ես եմ ասել, այն փոփոխությունները, որոնք նախատեսվում են, արվում են Հայաստանի Հանրապետության շահերի համար։ Դրանք չեն արվում Ադրբեջանի շահերի համար։ Դրանք արվում են Հայաստանի Հանրապետության գոյատևման, Հայաստանի Հանրապետության գոյության, ապագայի համար։ Եվ դա արվում է մեր կողմից այդ նպատակներով։ Ադրբեջանը, լսեք, դե թող մտածեն, լսեք, դե թող մտածեն այն մարդիկ, ովքեր որ ասում են, որ Ադրբեջանը մի օր կթուլանա, մենք կթանք եւ ռևանշիզմով կզբաղվենք։ Թող այդ մարդիկ եւ իրանք իրար հետ զրուցեն։ Մենք անում ենք սա Հայաստանի Հանրապետության։ Ինչ փոխում ենք Սահմանադրությունը, դուք եւս փոխեք։ Լսեք, որովհետեւ մենք այդ Սահմանադրությունը չենք փոխում Ադրբեջանի պահանջով, ձեր մտածելակերպը փոխեք։ Մենք այդ Սահմանադրությունը փոխում ենք, որովհետեւ Ռուսաստանը հիմա կրակում է Ուկրաինայի վրա, բանը Ամերիկան եւ Իսրայելը կրակում են Պարսկաստանի վրա, Իրանը կրակում է միևնույն ժամանակ բոլոր իր հարևանների վրա եւ ինչպես Կարինեն Արտարացի նշեց, Տրամպը ասել է, որ գործում է ուժի իրավունքը։ Մենք դա 2 տարի առաջ այլ իրավիճակ էր եւ քաղաքական գործչի համար եւ ընդհանրապես մարդու համար ամենավատ բանն է, որ ինքը փոխվող աշխարհի մեջ ինքը նույն այլ բանը չասեմ, նույն բանն է հասկացանք, որ մենք ոչինչ չեն կարող Ադրբեջանին ասել եւ միևնույնը չի ընդունելու դրա համար։ Լսի, ես չգիտեմ մենք կարող ենք թե չենք կարող նման բան ասել, որովհետեւ մենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը բանակցել ենք եւ խաղաղության պայմանագրի մեջ նման կետ չկա եւ խաղաղության պայմանագրի մեջ բոլոր կետերը երկկողմ են։ Ես կասկածում եմ խիստ ձեր ընդդիմման մեջ, թե մենք կարող ենք թե չենք կարող, բայց միևնույն ժամանակ չեմ ուզում, չգիտեմ, ինչ-որ մուսկուլների չափման տրամաբանության մեջ մտնել Ադրբեջանի Հանրապետության հետ, որովհետև նման օրակարգ չկա, ես չեմ մտածում ձեր պես, ես մտածում եմ, որ Հայաստանի Հանրապետությանը պետք է, որ ինքը լավ զորք ունենա, ես հենց եմ անում, որ Հայաստանի Հանրապետության բանակը լավ զինվի եւ կարողանա իրեն պաշտպանել, ես չեմ մտածում, որ ես պետք է Ադրբեջանին, Թուրքիային, Վրաստանին ինչ-որ բան պարտադրեմ, որ վաղը ինքը մտածի ինչ-որ բան պահպանի, ես մտածում եմ Հայաստանի Հանրապետության շահերի մասին եւ Հայաստանի Հանրապետության շահը ասում է, որ մենք պետք է ունենանք այն սահմանադրությունը, որը առիթ չտա որևիցե մեկին մեզ որպես տարածաշրջանում վտանգ դիտարկի։ Եվ ես սա համարում եմ այն բաներից մեկը, որը որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ինձ սատարում է։ Փայլակ վերջապես ասանք քեզ։ Պարոն Սիմոնյան, այլ ճանապարհ կդամ ուստեղ եմ, որ արդեն մի ժաման բան եմ տալիս, ճեպազրից եմ